ժողովրդին մեկը գողություն չի անի, փաստորեն հիմի թաս ծառերը կտրում տանում են, ոչխարները բացարձակ մտցնում են կարերն ուտում են, իսկ առաջ պետականներ մեր հոգի, երկու հոգի պահակ էին ընդհանուր, էլ վախենում էին պետությունից, իսկ հիմա ոչ մեկից չեն վախենում, ասում են քունը չի, երկու շարքն է քունը, ինչ գիտի, ոչխարը երկու շարքով չի արած, ամեն ինչը ոչ մի բանը ոչ մի բան ամեն, մենակ հույս են տալու, մենք ասում ենք լավ կլինի, լավ չենք տնում, օրեցօր վատ կլինի, եղանակ մենք արդեն մի կողմից քեզ բանվոր իշխեն ժողովրդի գուսեր են նստել, մարդը մի գրամացույց չունի, ծառը կտրում են, եկուց ասում են, բնության պահպանությունը սենց է, Աստվածել է նստել ժողովրդի զինատեն։ Խափեցին, մի խոսքով խափեցին ժողովրդը, ոչ մեկ ասում 100 տարվա բան ունենք, պաշար ունենք, ոչ մի օրվա պաշար է, այսօրանից նեղով չկա, ոչ մի օրվա պաշար է, Բացի էդի, դու է դասա գների մասին փոխարեն դիզերական գները, դիզերական օրեցօր աճում են, միջև ուր մարդ կա, վերցնենք մեր գյուղում, Արարատում էլ եմ ես տեսել, Զոդում էլ եմ տեսել, որ հացի խանութներում ցուցակադրած մարդը կարծա ցուցակագրվում է հացատանում հաց առնում ուտում։ Հիմել խես բամբուրը Իսկ մարդը միլիոնատեր է, այս խեղճը, որ այսօր հացը ցուցակադրում է, միջև երբ պիտի հացը ցուցակագրի։ Օրեգանը գներն ավելացում եք, վերջ ժողովրդի մասին մեկը պիտի մտածի, թե չէ։ Հատի մի մաս Գազը։ Ասեմ ջուր չկա։ Պրոգրամներն է ղեկավարից կա։ Հացի հարցը ինչ է, քիչ է, շատ է։ Հաց Ուշ է գալի, շուտ է գալի, հացում բան Հացը տրակտորի մասին ինչ է, ոնց է, ասա։ Կոնկրետ, էլ մի սկսեք ուրիշ, ամեն մեկը մի երկու բան հասկանալի լինի, հա։ Նախարարի երթին ջուրը պրոբլեմա։ Կոնկրետ կարճ։ Ջուրը Սուրենավանում պրոբլեմա 2 տարուկես։ Հասկացա։ Մենք բանջդայ, մինչև օրս ինչ-որ լճացած դարանց է, կոմունիստական կուսակցությունն է եղել, դրանք անցավ գնացի մենք անկախ հանրապետություն է, ինքնուրույն։ Մեզ ջրի բասեյնը պետք կարևոր, թող մեր հանրապետության ղեկավարները ջրի բասեյնին մտածեն, որ մենք հետագայի իմանանք, որ մենք ջուր կունենանք, եւ այսօրվա դրության դույլերը, ծերները, ժողովուրդը 10 մետրի վրա, 100 մետրի վրա գնում, դատարկ է գալի, դա ոչ մարդկային վերաբերմունք է, դա հնարավոր չի, ջրի պրոբլեմը լուրջ է, պետք է ջրի մասին, թեկուզ բասեյնի մասին այսօրվանից մեր առողջի թե Հայաստանի ղեկավարությունը պետք է մտածեն կարճ կոնկրետ։ Գերբի բասեյնի հարցը, հիմնական բանը։ Իսկ հացի հարցը, երեք չեմ յուսերվա թերթին, ամսի 22-ին, թերթի մեջ հացի գինը գրված է, առաջի սորտը 700 գրամ հացը 1 ռուբլի 94 կոպեկ, երկրորդ սորտի հացը 1 ռուբլի 80 կոպեկ, բայց մենք վերցնում ենք լուբոյ հացը կշռենք 500 գրամ չկա, 500 գրամ չկա, իսկ 500 գրամանոց հացը 2 ռուբլի 10 կոպեկ, 2 ռուբլի 20 կոպեկ ռիալ մի գնով գնում է, էլ սորտի տարբերություն չկա, դա իշնա պատճառը, երբ պետք է կարգավորվի մեր հացի քաշի հարցը, եթե կիլոյով են տալիս 700 գրամ միջինը, թող կիշեր կտնի, կիշերքով հաշվի իմ 700 գրամը տա ինձ մի ռուբլի 90 կոպեկը վերցնի։ Մենք խնդրում ենք այդ հացի պրոբլեմներ ջրի հետ լուծել, որ ամենակարևոր պրոբլեմը ջուրը ու հացն է։ Շնորհակալություն։ Տեխնիկան ոնց է ուզում Տեխնիկան կարելի է օգտագործել այն դեպքում, երբ որ սեփականաշնորհվի։ Եթե սեփականաշնորհվի, մեր Սուրենավանի ժողովուրդը բոլորն էլ կախշատեն, ունենան տեխնիկան, կախշատեն ու թողի վրա։ Իսկ եթե հանգարց տան մի մարդու, այդ մարդը գնի միլիոնատեր, կծախի, կուտի, ոնց որ տվել են մեր եղած չեղածը մի մարդու, իմացա, հիմա մենք տգլորեք։ Այսինքն ումն են տվել հիմա։ Մի մարդ են տվել, Հովանեսին։ Հովանեսին տվել են ձեր լրիվ անասունները։ Նույնն էլ մնացած ինչ-որ կա, ասենք, հնարավորություն։ Իսկ մնում է հիմա հարցը տեխնիկայի, տեխնիկան տոտասեփական, որ տվյալ տրակտորիստները մասնագետներ են, նորոգ են իրանց տրակտորները աշխատեն Սուրենավանցիների համար։ Վերջացա։ Տրակտորի 4 տրակտորի չունեն, երևի եկան։ Բաբոց ունի մի տրակտոր, 4 տրակտոր ունի, մի տրակտոր 4 տրակտոր։ 4 տրակտոր ունի մի տրակտոր։ Մի տրակտոր 4 տրակտոր ունի, մարդ տակսան։ 4 տրակտոր ունի, հա։ Իսկ չկա,
Վերացքի թոտա 20 տնտոն մի հատ տրակտոր տային։ Երևի 4 որ հալա 20 տնտոն։ Մեկը 2-3 հանգամ քերքի։ Հաշի ոնցիկ շանտը։ 10 տրակտոր ունեմ։ Ես խոսում եմ այն մասին, ես էլ եմ աշատ 30 տարի խոսում 40 տարի։ Թող մեր տրակտոր տա 10 տնավորի։ 10 տնավոր առնեն այդ մեր տրակտորը, տանեմ մշակի։ Ալա կելին ամեկ դերը կդեզ ямի։ Չի բարձր։ Ուրա փոխ։ Երկու տարի աշատ մեր յետման են աշատում։ Հաջատան բան ես ինքար մատ փոխել։ Այս գյուղը ամենաճիշտը խոսակ ղեկավարություն չկա, անտեր գյուղը, եթե անտեր գյուղ շեղի տարիքի ես ջուր կլնի է ժողոր ջուր կլնի, ջուրեր չկա։ Երկու, ներ ֆերման, այս ամբոշ գյուղն էլ ուզում էր ամեն մեկ մի կողան, գոնե ապրել, բայց այդ կողն էլ չտվին, հիմա այդ կողն էլ մասավոր արժեքով ծախում են ժողորդի վրեջ։ Աստեք տրակտորներ, առասարակ մեխանիզացիա, առաջներու մեխանիզացիայով աշխատում է պետական նորին, պետություն փոխվա, լավ եղա, սեփականաշնորհվա, ինչի համար է տրակտորն ու ավտոներ չեր սեփականաշնորհում, մեկ տրակտորից ունենք ժամանակին, 2 տարի առաջ, 3 տարի առաջ, տարիներով կայնում է տրակտորներ, մաշ չկա, յուղ չկա, ֆիլտր չկա, բայց երբ որ վարելանույթ կարել եկավ, երբ որ եկավ եղավ սեփականաշնորհում հողը տվին ժողովուրդին արդեն տրակտորներ պետք է աշխատեն, սովխոզը ձեր քաշած տրակտորներից տվին իրան, այդ մարդիկ մի օր չկայնան, մի օր, եթե մաս էր պակասանում, այդ մարդիկ եթում են փողով առնում, բերում տնում աշխատում, ճիշտ է։ Մենք պահանջում ենք տրակտորա, թե հողը, թե ինչ որ մնաց է, եթե սեփականաշնորհում է, թող սեփականաշնորհ։ Եթե սեփականաշնորհում չէ, ապա թող հավաքեն են կոլխոզ տնտեսություն, մենք բոլորս էլ նույն հինով աշխատեն։ Եթե հին օրենքն է պետք, չէ, հողը բաժանեն, հողը մնաց արևի տակ, ցորեն պետք է ցանեին, ներ ժողովրդին պահեին, ախպեր ես ցորեն չեմ ցանում, հաց եմ ուզում, կոմ չեմ պախում, յուղ եմ ուզում, ծխախոտ չեմ ցանում, ծխախոտ եմ ուզում, ախր այդ չեղավ, այդ հողը պետք է տան ջուղացում վար, ցորեն էլ ցանա, ծխախոտ էլ ցանա, հավող էլ Բայց մշանա։ հողը տված է գյուղացուն արդեն տվել են։ Տվել են իր սևի են տվել։ Հողի վարձն են ուզում։ Այս մեր իսկական հողամասը որ մեր գյուղումն եղը։ Մի րոպե։ Այս հողամաս որ այս գյուղին պահել է, 3700 տոննա հավող է տվել պետության։ Մենք էլ այդ փողով ապրել ենք։ Հիմա այդ 3700 տոննա տվող տերիտորիալ եղեց ծրի։ Են ինչ որ ճահճային հողա եղավ փողով։ 6000 մանետ փող եմ տալում առանց աշխատավարձի։ 450 մանետ ջրի փող եմ տալում։ Հիմա, հիմա, մեզ իսում են ինչա, սոցիալ հատկացում տվեք 35%։ 35, պրոբ միության տվեք 5%, 40, 5% ես տվեք պատահոդի նալոգ։ Եթե ես պատահոդի նալոգ տամ, պրոբ միության տամ, սոցիալ հատկացում տամ, այդ նշանակում է իմ աշխատած եկամուտի 45% տալում եմ պետության։ Բայց հողի հախն են չեմ տալում, 6000 մանետ հեկտարի, բայց ջրին են չեմ տալում։ Մի տրակտորից եկե վարերը 50 մանետ փող են տվել, այս տարի այդ տղեն հավաքերը ասում է ինչա, 1000 մանետ։ Ախր են չի ախպեր ջան, տրակտորը ու տրակտորիստներին, տրակտորը շատ կլնի, պատրաստ վիճակով, ինչ ժամանակ ես ուզենամ ախպեր ջան, ինչ որ պիտի 10 մարդ էլ ծրի ամրի այդ տրակտորի հաշվի, թո 5-ն այդ տրակտորիստ ու տա, 5-ն էլ է թիմովքի։ Բայց դեր, այդ հողը որ տվել են սեփականաշնորհում, այդ հողից մեզի եկամուտ չի մնում, մենք աշխատավարձեր չունենք, չենք էլ կարող ապրել։ Եթե այդպիսի նալոգներ են կապում մեր։ Ախպեր, 45% նալոգ ես ուզում, բա հողի վարձը չես ուզում։ Բայց իմ միջոցներով հողը մշակ է,
պետության 45%-ը 6000 ման էլ հողի փող տա, դի փող չի մնում, հաշվեք։ Եղորյակի փողն է, զատեյեն փողն է, որ հնար չկա։ Արներ։ Հարց դուր, խնդրե։ Էլեկտրական հոսանքեր չկա, մեկ ջրելու ջուրել չունեն։ Ինչ են մտա։ Անցյալում ջուրն եղավ, հիմա ինչ է եղել, այդ ջուրը ուր գնաց, ինչ եղավ այդ ջուրը։ Ես չգիտեմ ինչ եղավ։ Չենք իմանում ջուրը։ Հա, ախպեր, հինը քանդեր են, ջուրն էլ են քանդեր։ Այդ անտերի քամբախի ջուրը, արա ոչինը տիր են ժողովուրդին։ Ջուր չկա վեր լողանա, սապոն չկա, ոչ մի բան չկա։ Ասեք Ինչքան ժամանակ չես լողացել։ Երկու ամիս։ Ես ավտոկոմ եք դերերենք ջուր լողացել։ Օանես, եթե կարելի է խոսքեմ ընկերական 10 օր էլ չեմ լվացել։ Երկու հոսքեր են մատ։ Իներ ջան, մեր սոլղոզը քանդվերը փաթաշում, լավուն գունի քանդվի, մենք գուզեն խաղաղ, բայց թող քանդվի, մի քիչ աչքի դակ առնեն, սովորիչները մեզ խապում են, կնում սմիկան բացեն չոր են պերում, օրգանի աշխատող անդեր կարած են մեր ռայոնի 4 շոկի, մի երդասատ 0-3, 18 համար, 38 կարա իր համարն է, դիքս է, հարիկ եկա ես կողություն ես, սովորիչ, օրես երեկո կողեն։ Երևի գողություն անում են դետ, գա դու չես անում, մեկ ուշ ձուգա կողանում, դա Եկար է կաստում կետ դրան Եկար գնացել չերի, ոչ թե կողություն։ Ես կնարը ջուր բերեմ, ինգա իջնում է, գուզա ինձ խպեր, բանը պեսնում է։ Ես ինչ է ջուն, շուկ ես կողած, ես սովորիչ կու խեգավարները կող ավազակ են, վեդի ռայոն ռիվ կող է։ Ճիշտ եմ շուկ։ Ոչ մի բան չկա մեզ։ Ձերքի աշխատանքի համար ոչ լապատկա ունենք, ոչ կլում ունենք, ոչ ասել մի ուրիշ տեխնիկայա պատրաստ, նույնը մեխանիզացիան անհրաժեշտ է, Բայց դուք դիմել եք ձեր ղեկավարչան, գյուղի ղեկավարներին, ինչ որ մեկն ու մեկը Էլա քելա պետքնա մեծ ղեկավարովա չկա։ Ուրա ղեկավար։ Հաշվիչներ, մենք այդ հաշվիչների շնորհիվ ձեր հոսանքը տանք մեր փողն էլ տանեն։ Իմի պաստորը Այնգենը ջուղ ղեկավար չկա, մարդ չկա, հաշվիչները դնեն այդ մասին մի եւ հոսանքներ տան, որ գարնան աշխատանքների համար մենք պատրաստ ենք դուրս գանք աշխատանք։ Ուրեմն եթե հոսանքը պրոբլեմա, սարքում գյուղական բոլոր աշխատանքները Բոլոր աշխատանքների համար պրոբլեմ սարքում է, եւ մեխանիզացիայի եւ գյուղգործիքների բոլորի համար։ Դուք ֆերմայի մասնակցում բանն եք, ավելացնելով։ Ինչ է, բախտեր, ֆերման տվանտը մարդկանց փողուտ են ամրի։ Բայց դվածա դա պետականորեն տվել եք, հիմա թե ոնց։ Պետականորեն է տվել, թե սեփականորեն է տվել, դա Դադոյան գիտա, մեկ էլ Խաչատրյան, իրար հետ կոլեկտիվ ախպեր